Ես շատ է ցավում։ Ինչ բերեմ, բամբակ, սպիրտ։ Հա, մեկ էլ թռչոց, որ վերքերը մշակենք։ Ամեն ինչ լավ կլինի, թող օգնեմ։ Շնորհակալ եմ։ Մարթա, միակ մարդը, որին կարող էի զանգել այդ պահին դու էիր։ Հասկացա, որ բացի քեզնից ոչ մեկին չունեմ։ Ամեն ինչ լավ կլինի, Վահե։ Սպիրտ չկար, Մարդ, ես չգտա։ Ես գիտեմ տեղը, հեսա կբերեմ։ Կներես։ Քեզ չուզեցի զանգեմ։ Ինչի։ Դե որովհետև ես չէի ուզում, որ դու ինձ այս վիճակում տեսնես։ Ինձ թվաց Մարթան ինձ կտանի իմ տուն։ Եթե իմանայի, որ այստեղ եք բերելու, հաստատ չէի զանգի։ Ամեն ինչ կարգին է։ Փորձանք է, բոլորի հետ էլ կարող էր պատահել։ Ինձ համար կարևոր է, որ դու ինձ ուժեղ տեսնես։ Գտա, հիմա կմաքրեմ։ Շնորհակալ եմ։ Ես իրոք շատ եմ ամաչում ես իրավիճակից։ Ամաչելու ոչ մի բան չկա։ Կներես։ Լավ է, որ դու զանգել ես։ Ախ, Հալո։ Քո համար իրոք ամեն ինչ մեկ է։ Շաքե ինչ ա եղել։ Քո համար մեկ է, ով է ինձ տուն ճանապարհում մեզ։ Ինչի ես սենց անում։ Ինչ եմ անում։ Ես քեզ ասեցի գնանք։ Դու գժվեցիր պահի տակ։ Մի հատ չհարցրեցիր էլ ինչ ա եղել։ Թողեցիր, որ Վարդանը ինձ տուն ճանապարհի։ Դու տենց ուզեցիր։ Իսկ դու Ես ինչ, ուզում էիր Վարդանին խանդեմ, հա։ Շաքե, հիմա ես եմ քեզ հարցնում։ Ինչի համար ես տենց բաներ անում։ Շաքե, լացում ես։ չէ։ Շաքե, լսի, ես գիտեմ ինչից ես նեղվել։ Դավոն պատմեց։ Ու Հիմարությունը։ Հա, ես եմ Դավոյին ասել, որ գնա Բելայից ներողություն խնդրի, բայց այդ Բելայի համար չեմ արել ես։ բա ինչի համար։ Դավոյի համար եմ արել, որ հասկանա իր ասախալները, Շաքե։ Հա։ Լավ էլի։ Ինչքան ասեմ քեզ, որ ամեն ինչ նորմալ է, որ դու մտածելու ոչ մի բան չունես։ Ինչքան ասեմ, Շաքե։ Ուղղակի արարքներով ցույց տուր։ Լավ, արդեն ուշ է։ Գնա քնի, վաղը կհանդիպենք։ Հա։ Կգաս միասին ինչ որտեղ գնանք։ Հա, կգամ վաղը։ Կգամ հետևից, միտեղ դուրս կգանք։ Բարի գիշեր։
Բարի։ Կարելի է։ Արի լար։ Դու վերջի իմացար ինչ էր եղել։ Չէ լար, բայց վաղը կհարցնենք։ Ես ուզում եմ հասկանամ նորմալ է, որ հիմա ինքը մեր տանն է գնաց։ Դե ինչ անեինք լար։ Դե պիտի տանեինք իր տուն։ Բա որ հանկարծ գիշերը վատանար, բա որ մի բան լիներ, մենակ է։ Ախր դու ինչ գիտես, որ ինքը մենակ է։ Կարող է իր այդ մարդը ապրում։ Լարի, եթե մենակ չլիներ, մեզ չէր զանգի ու օգնություն կանչի։ Կամ էլ գոնե հիմա ինչ որ մեկը կզանգեր իրեն ու կանհանգստանար։ Դե հա։ Ինքը մենակ մարդ է լարը։ Շատ մենակ է։ Տխուր է, ինչ խոսք։ Լավը գոնե չի ամաչել ու մեզ ազանգել։ Այստեղ ստոպ, մեզ չէ, քեզ։ Դե հա։ Մարդա, կլինի այսօր քո կողքը քնեմ։ Ինչի։ Վախենում ես։ Չէ, այսինքն չգիտեմ, ստեղ մնամ էլի։ Իհարկե կլինի։ Արի տեղավորվի, բայց մի հատ ծածկոց վերցրու նոր արի։ Ինչի գնաց չես։ Բարկում եմ արդեն։ Մտածում եմ վաղը Կիրակի է։ Մի հետաքրքիր բան չանենք, Գնանք կինո։ հետո շոփինգ։ Լավ։ Անտրամադիր ես ինես։ Կարող է Լևոնի հետ վիճելեք։ Չէ։ Ինքն էր մի քիչ նեղված։ Պարզում է իր ծնողները բաժանված են ու հայրն էլ ուրիշ ընտանիքի հետ է ապրում։ Բարձա։ Լևոնը անդադ դժգոհում է, բայց ես իրեն չկարողացա բացատրեմ, որ գոնե ուրիշ ընտանիքի հետ, բայց ինքը հայր ունի։ Իսկ ես էդ էլ չունեմ։ Ինես խնդրում եմ։ Մամ, գոնե անունն է սա։ Գոնե անունը։ Ախր սես չի կարելի։ Ինես, դու ծնվել ես մեծ սիրո արդյունքում։ Պարզապես այն ժամանակ ամեն ինչն ինձ բարդ էր։ Ես երդվել եմ, որ այդ մարդու անունը չեմ հիշելու։ Ու իրան մեր կյանքի մի մաս չեմ դարձնելու։ Մամ, ախր դու քո կյանքի մասին ես խոսում, բա ես։ Դու իրանից նեղացած ես, ուզում ես իրանից վրեժ լուծել, բայց ես եմ տուժում։ Լավ, խոստանում եմ, որ ես կմտածեմ։ Հա, մամ։ Յոգողտեր։ Կմտածեմ ու քեզ կասեմ իմ որոշում։ Mom? Mom? Գիտեի, որ քնած չես։ Դու պարկի։ Ես լավ եմ։
Ուշ է։ Մամ, մենակ իմ համար չի որոշ։ Քոնս չի տանում։ Բայց ես միշտ որ վաղը կարևոր օր է։ Ա։ Վաղը բուժմանդ հետ կապված ամեն ինչ կբարձվի։ Ժասմին ինչ ես ասելու։ Բայց մի օր կիմանա, չէ։ Գիտեմ, բայց հիմա չեմ ուզում։ Իսկ ինչքան ժամանակ կա, որ Մամ, մենք չենք ընկերություն անում, ոչ էլ հանդիպում ենք։ Ուղղակի մի երկու անգամ իրար հետ տեղ են գնացել։ Առայժմ այսքանը։ մի անգամ վախեցած ու հուզված քեզ ճանապարհելա տուն, մի անգամ էլ վախեցած ու հուզված եկելա տեսնի ինչի դասի չես գնացել, հա։ Հա, վախեցածն ու ուզված այդ ինքն է։ Լավ աղջիկա։ Գիտեմ, բայց ափսոսում եմ, որ այս օրի ընթացքում ինձ մոտ թողեցի։ Չէ, բալես, այդտեղ ոչ մի վատ բան չկա։ Ես չեմ ուզում, որ իմ հետ հավասար տանջվի։ Կարող չանամ, կբուժվեմ, հետո կփորձեմ մի բան սկսել։ Իսկ հիմա ազնիվ չի։ Խոստացել են, չէ, որ չենք լացել մամ։ Ո՞վ է լացում։ Լավ է լինելու ամեն ինչ։ Գնամ պարկեմ։ Խառն ես։ Շատ զբաղված ես։ Չէ, հեսա բան չմնաց, հեսա մի քիչ վերջացնեմ։ Լավ կարևոր չի։ Էս ի՞նչ է։ Սուշի էի պատվիրել, ասացի իրար հետ ուտենք, համ էլ մի բան կնայենք։ Հա, լավ ես արել։ Արի։ Արդեն ընտրել ես ինչ ենք նայել։ Չեմ մենակ ուտելիքն եմ ընտրել։ Գիտես չէ, մամայի հետ որ ուտելիք էինք պատվիրում։ Ինչ ուտելիքը վերջանում էր, արդեն գնում էր քնում էր չելնեմ։ Հա, մաման տենց է, որ իրար հետ կինո էին գնում, չէ, հենց պոպկորնը վերջանում էր, ուզում էր գնար։ Դրա համար են ամենամեծերից էի առնում։ Էսի, մամայի հետ մենք շատ լավ հիշողություններ ունենք։ Հիմա որ միասին չենք չի նշանակում, որ մոռացել ենք։ Բայց անցյալը ինչ կարևոր է, եթե ներկան սենց է պապ։ Լավ, արի տխուր բաներից չխոսանք։ Դու ընտրի ինչ կինո ենք նայելու, ես գնամ ափսեները բերեմ։ Ամբողջ գիշեր չեմ գնել։ Զգում էի, որ անհանգիստ շարժվում ես։ Ախր մտածում եմ, ինչ պիտի մարդը արած լինի, որ այդ օրը գցի։ Սրիկաներ են էլի։ Լրիվ։ Տեսնես մեզ կպատմի ինչ էր եղել։ Ես իմ լավ, բայց եթե չպատմի, չհամառես։ Կարող է բարդ թեմա է իր համար։ Բայց ախր լավ չեմ հարցնի։ Ճիշտ ես։
ու մեկ էլ Լարա։ Դպրոցում ես մասին ոչ մի բառ։ Բա իհարկե։ Մնում էր իմանային, որ ինքը մեր տանն է քնել։ Դու պատկերացնում ես, ասենք Տոնոյանի դեմքը։ Աստված իմ։ Կամ էլ Աթոյանի։ Չեմ ուզում պատկերացնել։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ քնեցիր։ Ցավող տեղ չունես։ Չէ, շնորհակալ եմ։ Ամեն ինչ կարգին է։ Բավականին լավ եմ քնել, երևի ցավազրկողներից էր։ Հա, իդեպ շնորհակալություն, որ վերնաշապիկս լվացել եք։ Դե նստիր։ Օգտվիր, Վահե, մի ամաչիր։ Գիտեք, ես ուզում եմ ներողություն խնդրել երեկվա իմ վիճակի համար։ Ամեն ինչ կարգին է, Վահե։ Դե կարևորը որ դու լավ ես հիմա։ Բայց եթե ճիշտ կհամարես, մենք կուզեինք իմանալ, թե ինչ ա եղել։ Հատկապես երեք ինչ ա եղել։ Քանի որ դուք ինձ համար այսքան բան եք արել, թաքցնելը ազնիվ չի լինի։ Ես մի քույր ունեմ։ Նա ամուսնացել է բավականին անհաջող մարդու հետ։ Ամուսինը ահագին պարտքեր ա կուտակել։ Դե ես երեք հանդիպեցի պարտքատերերին, փորձեցի խնդրել համոզել, որ մի քիչ համբեր են, բայց ոնց տեսնում եք, ապարդյուն։ Սարսափելի է։ Բա քույրդ ինչի չի բաժանվում։ Դե երևի դա միակ լուծումը կլինի։ Եթե իհարկե բաժանվելուց հետո քրոջս հանգիստ թողնեն։ Վահե, իսկ ինչի ոստիկանություն չեք դիմում։ Դե նման մարդկանց հետ այդ ձևով չեն լուծվում հարցերը։ Բայց մի լուծում պիտի լինի, չէ՞։ Հո ամենաթողություն չի։ Ցավոք։ Ես էլ մտածում եմ երեկոյան կհանդիպենք։ Ուզեցա առավոտը քայլեմ։ Լավ օնելի ձեր տաննա մնացել։ Հա, մինչև որ հետ նորմալ կխոսա։ Տեսնես, որ դու չլինեիր, ինչ էր անելու։ Դե ես կամ արդեն լավ է։ Լավ է, չէ՞։ Շատ լավ է։ Ես որ գոհ եմ։ Մնում է վստահություն ունենաս։ Մելս, գիտեմ, որ ասածիցս նեղվելու ես, բայց ուզում եմ անկեղծ խոսել։ Ես էլ եմ ուզում, որ անկեղծ լինես։ Դե ուրեմն ասածս հանգիստ կընդունես, լավ։ Ինչքան էլ որ դու ասում ես, որ ոչ մի բան չկա քո ու Բելայի մեջ, մեկը ես զգում եմ, որ ինչ որ բան կա։ Ես չեմ կարողանում նայեմ ոնց եք դուք իրար հետ կանգնած խոսում, իրար կողք նստում, հասկանում ես։ Ես քեզ արդեն բացատրել եմ, Շաքե։ Հա, բայց ես մեկը ինչ որ բան եմ զգում։ Կլինի իրա կողքը չնստես։ Շաքե, ես արդեն կապրիզ եմ։ Հա, Մելս, կապրիզ է։ Թող կապրիզ լինի։ Բայց ես ինչ որ բան եմ զգում։ Դու զգում ես մի բան, որը չկա, ու դրանով ամեն ինչ բարթացնում ես։ Դու իրա հանդեպ ուրիշ ես։ Լավ, էլի Շաքե, այսինքն ուրիշ եմ, ինչ եմ անում։ Չգիտեմ, որ իրա հետ կանգնած խոսում ես, շփվում ես, ոնց որ այն Մելսը չլինի, ով որ իմ հետ է շփվում։ Հա, տենց էլ կա, որովհետև քո հետ խոսում է քեզ սիրահարված Մելսը։ Իրա հետ խոսում է իրանից օգուտ ունեցող Մելսը։ Ինձ ընդամենը պետք է, որ ինքը դասերից հարցում օգնի։ Ու ես ես քեզ վերջի անգամ եմ բացատրում, Շաքե։ Ո՞վ է։ Վարդանը։ Վիկանա։ Խոսա ես գնամ մեր համար մառոժնի բերեմ։ Ասա Վիկա։ Տանն ես։ Չէ, Մելսի հետ այգի ենք եկել։ Հետաքրքիր է։ Ինչը։ Լսի երեք ուշեր չզանգեցի, բայց մի հատ տարօրինակ բան ա եղել։ Ինչ ա եղել։ Երեք դավոն էր զանգել ուշ ժամի։ Մեր դասանի դավոն։ Հետո։ Դե Բելայի հեռախոսի համարն էր ուզում։ Ինչի համար։ Չասեց, ասեց համարը տուր, Վիկա մեկա ունես, իմանալու եմ։ Լավ, ես կիմանամ ինչի համար։ Իսկ կարող է Մելսին էր պետք։ Չգիտեմ, Վիկա, Մելսը պետքա որ ունենա Բելայի համարը։ Բա որ Մելսը ունի ինչի չի տվել Դավոյին։
Վայ Վիկա, ասացի կիմանամ հերիքա հարցեր տաս։ Ապրես։ Կարանք կինո գնանք։ Հա, կարանք։ Լսի մեծ, դու կարողա Բելայի համարը ունենաս։ Վիկան էր զանգել, ինչ որ դասանի նոր չաթ ա ուզում բացի։ Հա, ես ունեմ, կարամ տամ։ Լավ, ասել եմ Վարդանից իմանա, եթե չիմանա կվերցնեմ քեզնից։ Նա։ Բելա ջան, որ գալիս ենք ձեր տուն, չասեցիր, որ շաբաթօրյա կա այսօր ձեր տանը։ Հա, էլի։ Տենց բաները մի քիչ շուտ են ասում։ Դե որ ասեր չենք գա։ Վայ, մենք չենք գա։ Կգայինք, ուղղակի մի քիչ ուշ։ Ապրեք որ օգնում եք։ Երեխեք ջան, էս էլ փոշի ու մաքրեք լավ։ Այն շատ լավ է, ապրեք։ Վայ, սաթուրը 3 ամիսը դրած էր, լավա սարքեցիք, վերջապես կսարքվի։ Չեք վերջացրել։ Հա դե ապրեք, շատ լավ եք աշխատում։ Խնդրեմ, բայց մենք այս ամեն ինչը անվճար չենք անում։ Մեզ ձեր ֆիրմային կարկանդակներից սրա փոխարեն կհյուրասիրեք։ Իհարկե, բա ինչի շուտ չեք ասել, անպայման։ Բելա ջան, զգույշ կլինեք։ Ինչ լավն է մաման։ Բելա ջան, իսկ երեք որ ամբողջ պատմությունը լսեցիր, ինչ ես մտածում, Շաքեի գլխում ինչ է կատարվում։ Ես ասեմ։ Դե, բա գիտես ինչի առավոտ շուտ զանգել հավաքել մեզտեղ։ Բելա, հիմա կարաս մի հատ նենց բան ասես, որ Շաքեն օթափողման համակարգի պես սրա գլխից դուրս գա։ Դե ես չեմ կարծում, որ կարող եմ այնպիսի բան ասել, որ Վարդանը խորապես սիրահարված է։ Վերջապես մեկը ընդունեց։ Վարդան, սիրելը հրաշալի բան է, բայց սիրելուց առաջ պետք է այդ մարդուն լավ ճանաչել։ Ես Շաքեին լավ եմ ճանաչում, արդեն երկար տարիներ է։ Չէ, երեխեք, կներեք չեմ կարող, անկեղծ, ազնիվ խոսք, եթե սերը կա էլ ինչ ասեմ։ Իրանք չեն հասկանա, Բելա ջան։ Ինչ եղավ։ Էլի ես տարօրինակ նամակները։ Այդ ինչա որ։ Հետո՞վ է։ Էլի սկսեցիր։ Համբերի կաղա չի ուզում մարդ հասի։ Ասում է տարօրինակ, ուրեմն անհանգստացող բան կա, չէ։ Դե երեկվանից գրում է։ Գրում է, որ իմ վրայից յասամանի ու դեղցի հոտ է գալիս։ Էդ հիմա լավ բան է գրել թե վատ։ Դե չգիտեմ։ Հիմա էլ գրել է ինչի երեք չպատասխանեցի ու քնեցի գիշերը։ Դե դու էլ մի բան գրի։ Ինչ գրեմ։ Գրի։ Գրի լավ չես։ Կամ միանգամից գրի ռադեղի արա։ Այդպես էլ գրեմ։ Իհարկե չէ։ Գրի ասա երեք ուշեր քնել ես։ Միանգամից գրի ուզածդ ինչ է։ Լավ,
Ավելի լավ է ոչինչ էլ չգրեմ։ Երևի շփոթել է համարս։ Հա, Բելա, ինչ եղավ։ Բել։ Մեկը կարդացեք է։ Չէ, պետք չի։ Բելա, եթե վատ բաներ ասում, ասա։ Չէ, ուղղակի գրել է, որ ես իր սիրտը կոտրում եմ։ Ու իմ անունն էլ է գրել։ Նշանակում է հենց ինձ էր ուզում գրել։ Մամ, ընտրել եմ այսօրվա կինոն։ Կամ ցերեկը գնում են կինո, կամ երեկոյան ներկայացման։ Իսկ եթե երկուսն են։ Հա, շատ լավ կլինի։ Ամեն ինչ մի օրում կհասցնենք։ Թե չէ, հետո էլի ես քեզ ազատ չգիտեմ երկու բռնացնեմ։ Ես կբացեմ։ Չէ, ես։ Բարդես։ Լավն։ Կներեք, որ անհանգստացրի։ Նստի։ Գոնե գալուց առաջ զանգեիր։ Իրականում ստեղով էի անցնում։ Մի րոպե, բայց դու գրականության էսե չունեիր անելու, գրքերը կարդացիր։ Հա, կարդացել եմ, գրել եմ։ Երբ։ Գիշերը չէի կարում քնեի, գրեցի վերջացրի։ Փարզամ։ Իրականում դուրս է եկել քայլելու, բայց մենակ չի ուզում քայլեի։ Կարող ես դու էլ միանաս։ Կարելի է։ Չէ, մենք մամայի հետ այսօր պլաններ ունենք։ Չէ, ոչինչ, ինես գնացեք։ Մենք երեկոյան էլ միտեղ կգնանք։ Հաստատ մամ։ Հաստատ։ Հանգիստ գնա։ Դե ես գնամ պատրաստվեմ։ Սուրճ կխմես։ Չէ, շնորհակալ եմ։ Գրի։ Կոտրված սիրտը հետո ավելի ամուր է դառնում։ Չէ, գրի կամ անունդ ասում ես, կամ էլ ինձ մի գրի։ Տենց կոպիտ։ Սա ռոմանտիկ ինտրիգ է պահում։ Միստր X-ն է էլի։ Եկեք գիտեք թող ինչ գրի, թող գրի ես Բելան չեմ, հասկանանք ինչ է լինում։ Չէ, բարդ, տենց ստացվում է, որ ֆլիրտ է անում։ Հա, պետք չի տոն տալ։ Հիմա ինչ գրեմ։ Չգիտեմ։ Են դա ոնց չի։ Լավ, էլի գոնե մի օր պրծում չունեմ։ Ինքը հենց ընկերուհի ունենա, այդ ժամանակ քեզնից փոք կգա։ Էդ էլ չի փրկի։ Այդ ժամանակ էլ ընկերու հետ ազալա տանելու։ Օ, էս ինչ անսպասելի հանդիպում։ Հա, շատ անսպասելի էր։ Քեզ առավոտը ասացի, որ ստեղ եմ շաքեին տենալու ու հիմա շատ պատահական քեզ տեսանք։ Լավ, դե իսկ մեր վաղուց գնացել եք արդեն։ Բայց ինչ եք ստելրվել։ Մեր համար մեկ է մենք որտեղ ենք, որտեղ լինենք միասին լավ է մեզ։ Այ Շաքե ջան, ներծը գիտի իրա բախտը ոնց է բերել։ Իսկ դու հասկանում ես, որ հիմա ավելորդ ես խոսում։ Նայ Շաքե ջան, այսօր իմ բերանն է փակում, բախտը քոնն է փակել։ Ինչ ահապուշ ես։ Տատին է զանգում, խոսամ գամ։ Դավո, այսօր ինչ ես Վիկայից Բելայի համարը ուզել։ Լսի կա մի բան որ կատարվում է, դու չիմանաս։ Չէ, չկա։ Իսկ ինչի մելսից չես ուզել։ Ինչ ես թաքցնում իրանից։ Ասել ես որ Վիկայից համար եմ ուզել։ Չէ, իհարկե չեմ ասել։ Բայց եթե հիմա չասես ինչի համար ես ուզել, իմանալու եմ Էլսը։ Լավ։
կասեմ։ Ուզում հետը մի քիչ շփվեմ։ Բելայի հետ։ Ինչի համար։ Դե ուզում սիրտը շահեմ մի քիչ։ Բայց ինչի դա պետք։ Նայ, տնայիններս, քննություններս, գրավորներս սաղ կօգնի։ Ասա որ ուժեղ եմ մտածել։ Այդքան բան։ Աբա ինչ։ Լսի։ Իսկ մոտդ ստացվում է։ Դե elə որ նամակներ եմ գրում, բայց չգիտի որ գրողը ես եմ։ Պարզա։ Կարաս ժամադրության կանչես։ Հա, որ։ Հա, կանչի ու մի գնա։ Բա հետո։ Հետո կմտածենք։ Մենակ չասես, որ համոզել է հետներս կինո գա։ Չէ։ Դե լավ, մենք գնանք, դու էլ նամակիդ պատասխանի։ Բակա աղոնիկներ։ Միա։ Էսսա։ Վահե, ինչ լավ է, որ անկախ երեկվա դեպքից այսօր հնարավոր է գոնե մի քիչ ծիծաղել։ Միայն քեզ է դա այդպես ստացվում։ Բա ուրիշ ինչ կարող լինի։ Կարող ինչ-որ մեկը ազնիվ չի եղել քո հանդեպ։ Դրա համար չես վստահում։ Նամակներից հարցրիր, բան չասեց։ Չասեց ով ա գրում։ Ես հաստատ գիտեի որ այն է, բայց ասում է դա չի։ Ինես։ Ինչ է եղել։ Ինես, ինչ է եղել։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է։ Ամեն բան լուր է, լռությունն էլ գոռում է։ Երբ ուզում եմ խաղաղվել, պատերազմում եմ։ Երբ ուզում եմ մտածել, ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է։ Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է։ Մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեք։ Այսօր ազատ եմ, արի հանդիպենք։ Աչքերս վերցրու քեզ, տեսնեն ինչ տեսնում եմ ես։